Շարունակում ենք Unit 5B վարժությունները, More about Bob's family, եւ մենք այստեղ արդեն կատարում ենք վարժություն 7, ըստ 7-րդ վարժության պահանջի պետք է բաժանվեք խմբերի եւ յուրաքանչյուր խումբ պետք է ունենա իր անդամները, ենթադրենք տատիկ, պապիկ, հայրիկ, մայրիկ, քույր, եղբայր, քեռի եւ այլն։ Եվ խմբի անդամներից մեկը հարց է տալիս մյուս խմբի անդամին, ենթադրենք ում մատնանշում է հայրիկի, մայրիկին, չգիտեմ քեռուում, եւ ում որ մատնանշում է պետք է հարց տա, ով է նա, հարցնում է ով է նա, who is he, պատասխանը, եթե ասենք հայրիկին եք մատնանշել, պետք է մյուս խմբի անդամ պատասխանի he is Bob's father կամ ում ուզում է կամ իմ հայրիկը կամ Bobby կամ Jimmy եւ այլն։ Հետո ինչ է նրա անունը, what is his name, հարցնում են, պատասխանում է, եթե տղամարդուն է հարցում his name, եթե ինչ-որ կին է պատասխանում է her name եւ այլն, his name is John, հետո ասենք ըստ տեքստի, որ մենք անցանք, Bob's father, his name is John, հետո Bob's father is his mother's husband, Bobby հայրիկը նրա մայրիկի ամուսինն է, հետո who is she, մատնացույցանում կնոջ ինչ-որ եւ պատասխանում է she is Bob's mother, she is Bob's father's wife, նա Bobby հայրիկի կինն է, ինչ է նրա անունը, what is her name, պատասխանում է her name is Mary, ասենք քանի տարեկան է, how old is she is 45 կամ ձեր ցանկացած թիվն եք ասում, տարիքն եք ասում, who is that man, ցույց է տալիս դիմացի տղամարդուն, ասենք պատասխանում է նա Bobby քեռին է կամ հորեղբայրն է, he is Bob's uncle, he is Bob's father's brother, եւ who are those boys and girls, ովքեր են այն տղաները եւ աղջիկները, they are Bob's cousins, նրանք Bobby զարմիկներն են, կարող եք այս հարց ու պատասխանը շարունակել, երկարացնել, հետո մյուս խմբի անդամները իրենց հարցը տան նախորդ խմբի անդամների նույնաձև եւ շարունակեք ձեր հարց ու պատասխանը օգտագործելով դասի բառապաշարը։ Հաջորդ վարժությունը, 8-րդ վարժությունը, գործածում է դասի բառապաշարը նույն ձևով, ուղղակի այստեղ ոչ թե հարց ու պատասխան, այլ դուք պետք է պատմեք ձեր ընտանիքի հարազատների մասին։ Ենթադրենք նորից Bobby անունը անվանենք, ասենք this is Bob's father, սա Bobby հայրիկն է, նրա անունն է John, his name is John, he is John's mother husband, this is Bob's mother, she is Bob's father's wife, these boys and girls are his cousins եւ այլն։ Եթե ուշադրություն դարձրեցիք, ես օգտագործեցի 7-րդ վարժությունը, ուղղակի բացատրում եմ ձեւը, որ նույն ձեւով կարողանաք անել նաեւ դուք։ Օգտագործեցի 7-րդ վարժության հարց ու պատասխանի միայն պատասխանները։ He is Bob's father, անցա պատասխան, his name is John, Bob's father is his mother's husband, նորից հարցը բաց ենք թողնում, նորից պատասխանը, եւ այսպես պատասխանները միավորելով ստացվեց, որ դուք պատմում եք Bobby ընտանիքի մասին։ Նորից կարող եք տեքստը երկարացնել, ավելի երկար խոսել, հիմնվելով ձեր 5-րդ դասի, B դասի տեքստի բառապաշարի վրա։ Նույնատիպ կարող եք անունները փոխել եւ նույն ձևով կազմել ձեր տեքստը։ Այսքանը, լավ սովորեք բառապաշարը, շատ հեշտ է, առաջին հայացքից դժվար է թվում, ոչ թե դժվար, այլ ձանձրալի է թվում, բայց սովորելուց հետո զգում եք, որ այդտեղ ոչինչ չկա, նույն բառապաշարն է հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քույր, եղբայր, այստեղ քեռի, քեռակին, հորեղբայր, հորեղբորկին եւ հորեղբորկին ասացի նրանց անունները, որպես անթեն ասում կանանց եւ այլն, ոչ մի դժվար բան չկա։ Վերջ հարցրինք, բաժանորդագրվեք մեր էջին, հավանեք մեր էջը եւ գրեք ձեր մեկնաբանությունները։ Goodbye.